Չնայած Մոսկվայից պարբերաբար հնչող կոչերին, Հայաստանն առաջիկայում հանրաքվե չի անցկացնելու Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ըստ էության արձագանքեց Եվրասիական միության 4 երկրների ղեկավարների նամակին, թե անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով։ Մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա։ Այսօր այդ ընտրությունը տեսական է եւ տեսական ընտրությունը հանրաքվեի դնել է, իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ։ Տնտեսական պատժամիջոցների ու սպառնալիքների ֆոնին Վլադիմիր Պուտինն անձամբ է խոսել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, պնդելով, թե վարչապետ Փաշինյանը համակարծիք է իր հետ։ Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին ու բարեկամներին, վարչապետ Փաշինյանը ինքն է այդ մասին ասել, որ նախատեսում է եւ ճիշտ է համարում անցկացնել հանրաքվե այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությունում, թե Եվրոպական միությունում։ Մենք կցանկանայինք, որ դա իրականացվի հնարավորինս շուտ։ Վարչապետը սակայն այսօր նորից հավաստիացնում էր, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում, Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ։ Մենք կշարունակենք հանգիստ հանդարտ առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում եւ ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որը առաջիկայում կօգտագործենք։ Օրվա երկրորդ կեսին էլ Երևանն ու Մոսկվան հաղորդեցին, որ վարչապետի ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույցում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Մանրամասներ հայկական կողմը չի հաղորդում, ռուսներն էլ միայն նշում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական միության վերջին նիստի արդյունքները։ Փաշինյանն ինքը քարոզարշավի պատճառաբանությամբ Աստանա չէր մեկնել, գործուղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Միաժամանակ Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում են հնչել տնտեսական ծանր հետևանքների մասին զգուշացումներ։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է երեկ նորից հիշեցրել գազի հնարավոր թանկացման մասին Երևան ուղարկված նամակն ու հակադարձել հայաստանյան իշխանություններին, թե այլընտրանք կգտնեն։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում։ Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի։ Ամբողջ հարցը միայն այն է, որտեղից Հայաստանը կստանա ռուսական գազը եւ ինչ միջնորդների կվճարի։ Ռուսական պատժամիջոցների թեման տակ են պահում նաև հայաստանյան ընտրությունների մասնակիցները։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում այսօր հայտարարել է, թե Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը Երևանի համար պարզապես աղետ կլինի։ Խաղադրույքները հիմա շատ ավելի բարձր են, քան պարզապես խորհրդարանական ընտրությունները։ Խոսքը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին է։ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, թե պահպանում է որոշակի բալանսավորված քաղաքականություն։ Հետևանքները շատ լուրջ են, քանի որ դա կազդի Հայաստանի տնտեսության ու անվտանգության վրա, այսինքն փաթեթը շատ լուրջ է։ Արևմտամետ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մինչդեռ համոզված է, որ ամեն ինչ հարթվելու է ընտրություններից հետո։ Հունիսի 8-ին ամեն ինչ ընկնելու է իր տեղը, ամեն ինչ պետությունը շարունակել է իր նույն հունով գնալ, այդ արգելքները ու արգելանքները ամբողջությամբ հանվելու են, ռուսական իշխանությունները շնորհավորելու են հաղթած Հայաստանի Հանրապետության վարչապետին, նորից խոսելու են հայ-ռուսական ժողովուրդների բարեկամության մասով, պարզելու են, որ Ռոսգոս, Սելխոզնadzորը այդ մյուս բաներում արդեն մաքրված է գտել հայկական ապրանքները։
Այսօր Եվրամիությունն է հայտարարել, թե Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Դաշինքն ընդգծում է, որ կշարունակեն աջակցել Երևանին այդ հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար։ Որպես ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ երկիր, Հայաստանը ունի իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները, ասված է Եվրոպական միության հաղորդագրությունում։